Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Թող բոլորիս օրը լցված լինի Աստծո սիրով եւ օրհնություններով։ Թող ձեր բացվող առավոտը լինի խաղաղ, ուրախ եւ լավ տրամադրությամբ։ Սիրելիներս, այսօր է եղանակը անձրևային, դեռ չի գալիս անձրև, բայց ամպերից արդեն որ նոթերը կիտել է ամպերը, արդեն անձրև է գալու։ Մռայլ ամպերը սևացած եղանակ է։ Դուրս եկա եւ զգացի, որ անձրև է գալու։ Շատ սառն է եղանակը։ Հիմա սիրելիներս, ձեզ հետ մի փոքր խոսեցի, բարևեցի, կոֆեն խմեմ, վերջացնեմ, անցնեմ խոհանոց, տեսնենք ինչ ենք միասին պատրաստելու։ Պատրաստեմ, վերջացնեմ, ընթացքում էլ միասին նորից կոֆե կխմենք։ Դե ես անցնեմ խոհանոց։ Ձեզ հետ միասին։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր պատրաստելու եմ կատնաշոր։ Ինձ մոտ 2 տուփ կատնաշոր է։ Կարագ, աղ եւ թարմը սամիտ ու համ եմ։ Սիրելիներս, ես շատ ուրախ եմ ձեզ տեսնել իմ գեղեցիկ խոհանոցում։ Այսօր այս գեղեցիկ խոհանոցում միասին կպատրաստենք կատնաշորը կարագով, թարմը սամիթով, համեմով եւ կհամեմենք աղով։ Հիմա 2 տուփ կատնաշորը լցնում եմ տարայի մեջ։ Կարող ենք նաև տնական կատնաշորով պատրաստել, էլ ավելի համեղ կլինի։ Ինչ յուղայնությամբ ուզում եք, վերցրեք կատնաշորը։ Ինձ մոտ 9%-անոց յուղայնությամբ կատնաշորը։ 2 տուփ կատնաշորը բացեցի, թղթերը դնեմ աղբի վեդրոն, հիմա վերցնեմ գդալ, պատառաքաղն է կողքն է, հիմա պատառաքաղով սիրելիներս լավ կտրորեմ կատնաշորը։ Լավ տրորելուց հետո կավելացնեմ աղ։ Բերանի համով մի փոքր։ Նորից կտրորեմ, որպեսզի աղը խառնվի կատնաշորի հետ։ Կատնաշորը դնեմ մի կողմ, պետք է կատնաշորին ավելացնեմ կարագ։ Ինձ մոտ բելարուսկի կարագ է, շատ լավ կարագ է, ընտիր, մանավանդ ուտելու համար։ Հիմա կտորների կբաժանեմ, բայց այսպես հարմար չի, ավելի լավ է տախտակի վրա մանրացնեմ կարագի կտորները։ Կարագը կտրտում եմ այս չափսի, ոչ շատ մեծ, ոչ փոքր, մի խոսքով ինչպես ցանկանում եք, այնպես էլ կտրտեք կարագը։ Կարագի կտրտելու ձևից մեր կատնաշորի համը երբեք չի փոխվի։ Եվ ձեր ցանկությամբ, ինչքան ցանկանում եք, այնքան ավելացրեք կարագը։ Այսքան կարագը բավական է, սա էլ թաթաթեմ կդնեմ սառնարանը։ Բավական է, այնպես չի, որ քիչ եմ լցրել։ 2 տուփ կատնաշորին սա բավական է կարագը։ Հիմա
մանրացնում եմ թարմը սամիթը և համեմը։ Այս 4 մասերը հանեմ, 2 ճուղ կա, որ շատ հաստ է։ Նոր մանրացնեմ։ Սիրելիներս, ես այս տարբերակով եմ պատրաստում, առավոտյան թեյի հետ սիրում են ուտել։ Կարող եմ նաև սոխ ավելացնել սխտոր և պղպեղ, բայց սոխն ու սխտորը թեյի հետ չեն կարող համագործակցել, դրա համար այսօր այս տարբերակով եմ պատրաստում, մյուս անգամ արդեն պղպեղով պատրաստեմ, սոխով մի փոքր էլ սխտոր կճզմեմ։ Վերջ, կանաչին էլ մանրացրեցի, վերջացրեցի։ Հիմա կխառնեմ, որ բոլոր բաղադրիչները խառնվեն իրար, բոլոր ասելով կարագը աղը և կանաչին։ Տեսեք, ինչ լավ ստացվավ։ Պատրաստված կաթնաշոռով աղցանը դատարկում եմ ավելի փոքր ամանի մեջ, բերանը հերմետիկ կփակեմ, կդնեմ սառնարանը։ Սա դնեմ սառնարանը, անցնեմ մյուս ուտեստը պատրաստելուն, շուրջ բոլորս հավաքեմ և սկսեմ պատրաստել։ Սիրելիներս, կաթնաշոռը պատրաստեցի, դրեցի սառնարանը, հիմա պատրաստում եմ երկրորդ ուտեստը մսով և սոխով։ Ոսկորոտ միս ունեի սառնարանում, ոսկորները հանել եմ, թողել եմ միայն փափուկ միսը, 3 գլուխ է սոխ եմ մաքրել, որպեսզի մսի հետ սոխառած անեմ։ Իսկ հիմա գազօջախը միացնում եմ, տապակը դնեմ գազօջախին, մեջն էլ լցնեմ տնական հայկական հալած յուղ։ Յուղը մի փոքր ավել եմ անելու, որպեսզի խաշած միսը լավ տապակեմ, ղավուրմայի նման այդպես լավ տապակեմ, կարմրացնեմ, նոր մնացած գործողությունը կկատարեմ, հերթով ցույց եմ տալիս, թե ինչպես եմ պատրաստում, սիրելի հետևորդներ ջան, այսքանը բավական է։ Յուղը լցնելուց հետո մի փոքր կրակը մարմանդ կանեմ, մինչև յուղն էլ հալվի, ես էլ խոշոր կտորի մսերը կմանրացնեմ։ Որ կտորը որ շատ մեծ է, կբաժանեմ 2-3 մասի։ Կարող եմ չմանրացնել, բայց մանրացրած ավելի լավ կտապակվի, կկարմրի, նոր կավելացնեմ սոխը։
Շատ յուղոտ մասերը կտրում հանում եմ, չեմ թողնում։ Յուղը հալվել է, կարելի ասել լավ դաղվել է, դաղված յուղի վրա ավելացնում եմ կտրտած մսի կտորները, կրակն էլ մի փոքր բարձրացնեմ, խառնեմ և բերանը ծածկեմ, թող կարմրի։ Մսի տակտակն էլ եռման ջրով մի հատ լվանամ, այդ յուղային մասը անցնի, չորացնեմ, նոր արդեն կանցնեմ սոխը մանրացնելուն։ Սոխը կտրում եմ կիսալուսնաձև, կարող ենք շրջանաձև կտրել, կարող ենք փոքր քառակուսիների վերածենք խորանարդների, բայց ես ընտրեցի կիսալուսնաձև տարբերակը։ Մինչև միսը մի երեսը տապակվի, ես սոխը կմանրացնեմ։ Սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ձեզ ցույց տամ, թե սոխը ոնց կտրենք և մատների դիրքը ոնց պահենք սոխին, այս դիրքով դեպի ներս մատները, որ դանակը հանկարծ չկտրի։ Այս փոքրիկ խորհուրդներ տիկին Մարինեից ձեզ, սիրելի հետևորդներ ջան, որպես խորհուրդ եմ տալիս, բարեկամական խորհուրդ, հարազատի նման, ոչ ոքից չնեղացնեմ։ Սոխը մանրացրեցի, վերջացրեցի, հիմա միսը խառնեմ, տեսեք, ինչ լավ, մի երեսը կարմրել է, շատ լավ կարմրել է, հիմա մի փոքր աղ կավելացնեմ մսին, կխառնեմ միսը նորից, բերանը կծածկեմ, կթողնեմ մի փոքր էլ կարմրի։ Միսը լավ տապակվել է, կարմրել է, հիմա մսին ավելացնում եմ մանրացրած կիսալուսնաձև սոխը։ Հիմա սոխն էլ մսի հետ կխառնեմ, միսը լավ կարմրել է, տեսեք, որ սոխն էլ կարմրի։ Կարմրեց, տեսեք սիրելի հետևորդներ ջան, ինչ լավ կարմրել է։ Հիմա խառնեմ, ավելացնեմ արդեն նախապես մանրացրած թարմը, սամիտն ու համեմը։ Հիմա խառնեմ,
Հələ դեռ նոր եմ խառնում, բայց անուշ թարմը կանաչու հոտը արդեն տարածվեց խոհանոցով մեկ։ Ավելացնում եմ չորը ռեհան և ծիտրոն, կարմիր աղացած պղպեղ և 1 ճաշի լավ մեծ գդալ տոմատի մածուկ։ Հիմա մի փոքր ջուր կավելացնեմ և բոլոր բաղադրիչները կխառնեմ իրար, որպեսզի լավ խառնվեն իրար և իրենց համն ու հոտը տան մեկը մյուսին։ Կարծես թե ջուրը քիչ է, մի փոքր էլ կավելացնեմ։ Կողքի կաթսայի մեջ էլ ջուր եմ դրել, մակարոնից փլավ եմ եփելու, կակռաս, սա էլ պատլիվ կլինի մակարոնից փլավի հետ։ Դրանը ծածկեմ, թող մի 2 րոպե եռա։ Համայրա արդեն մեր ուտեստը պատրաստ է։ Հիմա մի հատ էլ աղը փորձեմ, եթե աղի պակաս կա, որ ավելացնեմ։ Հələ տեսեք ինչ լավ ընտիր անուշ հոտով, բույրով ուտեստ պատրաստեցի։ Իրոք շատ անուշ բույր է տարածվել մեր ամբողջ խոհանոցով։ Հիմա փորձեմ։ Մի փոքր աղ պետք է ավելացնեմ, աղը քիչ է։ Մի րոպե, 2 րոպե եռա աղի հետ, որ ավելի համեղանա, նոր կանջատեմ։ Սիրելի հետևորդներ ջան, 2 ուտեստն էլ պատրաստեցի, վերջացրեցի։ Տավարի միսը յուղի մեջ տապակած, սոխով տապակած, թարմը կանաչիներով, կարմիր պղպեղով, տոմատի մածուկով ստացվեց անմահական պատլիվ։ Կադրից դուրս պատրաստել եմ նաև սովորական երկար սպագետիներով փլավ։ Ջուրը խաշել եմ, աղ եմ լցրել, սպագետին 2 կես եմ արել, խաշել, քամել եմ, յուղի մեջ տապակել եմ։ Իսկ հիմա սիրելիներս գազօջախը մաքրեմ, շուրջ բոլորս մաքրեմ, կոֆե դնեմ, գնանք դուրս, կոֆե խմենք, մի փոքր էլ հանգստանանք։ Սիրելիներս պատրաստեցի, վերջացրեցի կատնաշոռով աղցան, պատլիվը և մակարոնից փլավը։ Գազօջախը, խոհանոցը լավ մաքրեցի, փայլացրեցի, պլպլացրեցի։ Իսկ հիմա կոֆե դնեմ, դուք էլ ձերը դրեք, դուրս գամ բալկոն, նստեմ կոֆես վայելեմ։ Նորից անձրև սիրելիներս, տեսնում եք առավոտը չոր էր, եղանակը լավ, պայծառ, նորից սկսեց, արդեն ժամը 2-ն է, անձրև տեղալ է։ Սիրելիներս, հիշում եք, առաջ ասում ենք, դեղին գույնը ատելության նշան է։ Ոչ, սիրելիներս, դեղին գույնը արևի, ջերմության, պայծառ, լույս հաղորդող նշան է։ Ես շատ եմ սիրում, չգիտեմ դուք ինչպես, բայց ինձ շատ գեղեցիկ է դեղին գույնը, իմ աչքին հաճելի է։ Անձրևը կարծես թե դադարեց, սիրելիներս, կարճատև էր, որ այսպես գնա, այս եղանակը մեզ չի հուսադրում։ Հուսեր չենք կապի այս եղանակի հետ, ամբողջ օրը անձրև, 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 չի թողնում, որ հողի հետ աշխատենք։ Բայց ինչ արած, չենք էլ կարող եղանակի դեմ կռիվ տալ, եղանակ է,
մի օր արև, մի օր ամպրոպ, մի օր անձրև, մի օր տաք, մինչև տաքությունները կգան, լիարժեք կլինի արդեն ամառվա եղանակ, դեռ գարուն է, չենք տաքացել, կարելի է ասել, որոշեցի դրսում խմել, բայց զգում եմ, որ դրսում մի տեսակ սառնոտ է եղանակը, խմեմ արագ ձեզ հետ, հարցնեմ, թե դուք ինչպես եք սիրելիներս, ես արդեն այսօր բավականին լավ եմ, կազդուրված եմ, ջերմություն չունեմ, մի փոքր թուլություն է, դա էլ կամաց կանցնի, փառք Աստծո։ Գոհ ու շնորհակալ եմ ձեր բարի ջերմ խոսքերի համար։ Մի երկու օրից էլ արդեն ռեհանները կսածիլ եմ, դեռ փոքր են, լավ չեն աճում, դեռ արագ չեն աճում, դե իհարկե լուսամուտին դանդաղ է աճում բույսը, իսկ ջերմոցում շատ արագ է աճում։ Գիտեմ, որ Հայաստանում արդեն լավ արև է, բայց Հայաստանում էր մի քանի օր առաջ անձրևներ, ցրտոտ տեսնում եմ կուրկաներ են հագնում, այնտեղ է եղանակը բարենպաստ չի Հայաստանում։ Կարտոֆիլը մարդկա ցանել է, մարդկա չի ցանել, նայած վայր, նայած բնակատեղ, որտեղ որ տաք է, օրինակ Արարատյան դաշտավայրում ավելի տաք է, քան թե Վայոց ձորում կամ Սիսիանում կամ Լենինականում, համեմատած Արարատ դաշտավայրը շատ տաք է։ Տեսնենք, ուզում է արևել դուրս գա, լրիվ դադարեց անձրևը, լրիվ, բայց ինչ արած, եկավ էլը ոտներիս տակ, խոնավ ցեխ դարձավ, նորից սպասենք։ Դե ինչ սիրելիներս, ձեզ հետ միասին խմեցի երկրորդ բաժակ կոֆեն, մի տեսակ սառնություն է, քանի նորից չի կրկնվել հիվանդությունս, գնամ տուն։ Ձեզ մաղթում եմ լավ օր, առողջություն, երկար տարիների կյանք, լինեք օրհնված եւ երջանիկ։ Ձեզ հետ է ձեզ շատ սիրելի տիկին Մարինեն։ Տեսություն, մինչ նոր տեսա հոլովակ։